Նախ ողջույն պարոն նախագահ, լավ է որ եկել եք, բայց լավ է որ Հայաստան եք եկել, բայց դուք գիտեք նաև որ Հայաստանում ներկայումս նախընտրական փուլ է եւ այսօրվա իշխանությունը, որ խոսում է այդքան օտարերկրյա աջակցությունը բացառելու մասին, բացահայտ այս օրերին հենց ուղիղ թիրախավորված իր աջակցությունն էր բերում, Հայաստանին չի աջակցությունը, Հայաստանում գործող իշխանության աջակցությունն է։ Սա իգիտություն եւ բոլորը իմանան, թե ինչպես է հերթական անգամ իշխող քաղաքացիական պայմանագիրը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ օգտագործում օտարերկրյա ուժերը սեփական աթոռ եւ իշխանությունը պահելու համար։ Իդեպ, սիրելի հայրենակիցներ, այս ուժը, քաղաքացիական պայմանագիրը, 8 տարի է, ինչ ասել է Հայաստանի անվտանգության մասին, ձեր բարեկեցության մասին, մեր երկրի ապագայի մասին, գլխի վրա շուռ տված իրականություն է դարձրել։ Նույնը վերաբերելու է նաև այսպես կոչված հնարավոր ադրբեջանական համայնքի վերադարձին։ Չհավատակ, Այն ինչ որ այստեղից հաստատում են իրենք, որ այդպիսի բան չկա, այդ խոսքերին չհավատակ։ Նրանք ասում էին, հիշում եք երևի, առաջին անգամ, երբ որ մենք ասում ենք Արցախի ուրացումը դավաճանություն, այստեղ ինչ մի հատ կռիվ սկսեցիք։ Ելակ նույնիսկ վիրավորեցիք, թե ոնց կարող եք դուք իշխող քաղաքական ուժի որևէ ներկայացուցչի ընդհանրապես կասկածել Արցախը հայկական լինելու մեջ։ Ոնց կարող եք դուք այդպիսի բան անել։ Հիմա ինչ ուրանալ, ինչ մոռանալ, անցյալը ամբողջությամբ ջրել, ամբողջությամբ ոտնատակ տալ հերոսական ազատագրումները։ Այդ դուք եք։ Ես ուզում եմ իշես շատ չի անցել, չէ՞։ Կարող եք հետ տալ, Փառք Աստծո, հիմա բոլոր հնարավորությունները կա։ Այս ամբիոնից ինչ կուրս սկսեցելով էիք վիրավորում, մեղադրում, բոլոր են անձանց, ովքեր ձեզ ասում են, ախր դուք Արցախի հանձնումից զատ Հայաստանի վրա թշնամական գործողություններով տարածքներ եք հանձնում։ Թուրքասիրությունը, որ այս ամբիոնից հորդես դրանից հետո, ադրբեջանասիրությունը, ալիևասիրությունը, ինչի մասին էր վկայում, ձեր բոլոր սկզբնական խոսքերի, հերքումների, ուղիղ հակառակը անելու։ Կամ այլ դրվագ, մենք ժողովրդի վրա չենք կարող ուժ կիրառել։ Բարհա, բաներ են, նռնակներ են նետում ժողովրդի վրա, օրը ցերեկով։ Այդքանից հետո մի հատ էլ աբեկցության մեջ են մեղադրում այդ ժողովրդին կամ շարժման մասնակիցներին։ Ասել եմ, կրկնում եմ, գլխավոր խառնակիչը թե մարտի 1-ի, թե հունիսի 12-ի եւ թե առհասարակ 2000 թվականից այսքոմ իրականացվող բոլոր գործողություններում եղել է եւ կա անձ Նիկոլ Փաշինյան անունով եւ նրա աջակիցները, գլխավոր խառնակիչները, որոնք որ բերել են մեր երկրում ամենասարսափելի իրավիճակը, ստիպելով, մղելով բազմաթիվ մարդկանց իրականացնելու նաև հակաիրավական գործողություններ։ Իդեպ նույնը կարող է ասել հոկտեմբեր 27-ի մասով, շատ է, անընդհատ շատ է խոսում այդ մասին էլի, բայց ձեր մտքով երբեք չի անցել, որ կարող է հանկարծ նույն հոկտեմբերի 27-ի կազմակերպիչը, ավելի ճիշտ հրահրողը, օտարերկրյա այնպիսի ծառայություններ են եղել, որոնք ձեր իսկ վկայակոչմամբ հատուկ ուզեցել են Հայաստանում ազգային պաշտպանության դիրքերում հանդես եկող տեսակետները ջարդեն ու ավիրեն։ Կարող է հանկարծ ձեր մտքով անցնի, որ դա իսկապես թշնամական երկրների օրակարգի հարց է եղել, թուրք-ադրբեջանական օրինակ։ Կարող է ձեր մտքով երբևէ անցնի, որ դրանից հետո Հայաստանում ներքին խառնակցությունների մասնակցություն ունեցել է թուրք-ադրբեջանական տանդեմը։
Թե ձեր մտքով դա չի անցնում, որովհետև դուք շատ եք սիրում ցեղասպան ադրբեջանական իշխանություններին, բանտերում հայերին պահող, խոշտանգող թշնամիներին, դուք շատ եք սիրում, դուք շատ եք սիրում հայկական մշակութային ու կրոնական ժառանգությունը ոչնչացնող թշնամական գործողությունները, համարում եք, որ եթե չբարձրաձայնեք դրա մասին, չխոսեք դրա մասին, ապա խաղաղություն կհաստատվի։ Եթե այդպես է խաղաղությունը, որ կարող են ոչնչացնել հայկական մշակութային ժառանգությունը, ոչնչացնել գերեզմաները, պղծել գերեզմանները, այդպիսի խաղաղություն եք դուք երազում, այդպիսի խաղաղությունը գերեզմաներում է, այդպիսի խաղաղություն այս ժողովուրդը չի երազել։ Այո, ժողովուրդն ուզում է խաղաղություն, բայց ուզում է, որ այդ խաղաղությունը հարգանքի եւ արդարության վրա հիմնված լինի, ինչը դուք չեք բերել, չեք ապահովում եւ չեք էլ ապահովելու, որովհետեւ ձեր նպատակը ոչ թե իրական խաղաղությունը, այլ ձեր իշխանությունը պահելն է, թեկուզ հազարավոր զոհերի գներով։ Ու դուք վաղուց քաղաքացուն վերածել եք հպատակի եւ առաջարկում եմ ձեր կուսակցության անունը փոխեք, հպատակների տիրապետություն դարձրեք։ Ինչ քաղաքացու իրավունքի մասին եք դուք խոսում։ Երբ որ օրը ցերեկով ոտնարում եք քաղաքացու իրավունքը, իսկ դուք գալիս եք այստեղ հպարտ տեսքով, հպարտ խոսքերով, հաստատում եք, որ ոստիկանությունը ճիշտ է արել։ Ոստիկանությանը շնորհակալություն եք հայտնում, որ մարդու գլուխ է կոտրում, որ գետնի փռած քաղաքացու արժանապատվությունն է ոչնչացնում։ Շնորհակալություն եք հայտնում։ Դա սուլթանապետության գնացող իշխանության վարքագիծ է։ Հպատակների մի ամբողջություն ունենաք, որպեսզի իրենք կարողանան ապահովել ձեր վերարտադրությունը։ Եվ այսօր, երբ որ նախընտրական շրջափուլում է իրավիճակը, դուք նորից ոչ միայն կեղծում, ստում, ուրանում, ամեն ինչը փորձում եք անել, որպեսզի հասարակությունը հետրական մոլորեցումների տակ գա եւ ձեզ քվեարկի։ Դրա համար է, որ օրինակ Ռուբեն Ռուբինյանը ծանոթ լինելով ԵՀԿ քարտուղարության պետական սահմանների սահմանազատում եւ սահմանագծում հրատապ հարցեր եւ լուծման ուղիներ 2017 թվականի փաստաթղթին, որտեղ ասում է, թե ինչ սկզբունքներ պետք է գնա, այստեղից ձեռ է առնում, ասում է սարեր ձորերով բաժանման սկզբունք են ասում, էթնիկական, դրանք այդ սկզբունքները այստեղ այդ փաստաթղթում են, պարոն Ռուբինյան, ու վստահ եմ դուք ծանոթ եք, կամ քննիչ հանձնաժողովի վերաբերյալ Անդրանիկ Քոչարյանի ասածը։ Պարոն Քոչարյան, ի տարբերություն ձեզ, ես հարգում եմ թե սահմանադրությունը եւ թե պետական անվտանգությունը։ Եվ երբ որ խոսում եք Հայաստան համահայկական հիմնադրամի մասին, կհարցնեք ԿՊ-ական այն անձանց, ովքեր որ եղել են այդ հանձնաժողովի մեջ, եւ նաեւ Հովիկ Աղազարյանինն էլ։ Իմ մոտեցումը ինչն է եղել։ Ես պետական անվտանգությունն ու ազգային անվտանգությունը գերադասում եմ ցանկացած տիպի քաղաքական գործունեությունից։ Իսկ դուք խախտելով սահմանադրությունն ու ազգային ժողովի կանոնակարգ օրենք, արդեն որերորդ անգամ քննիչ հանձնաժողովին վերապահելով այլ նաև ժամկետներով գործելու հնարավորություն։ Դուք հիմա հանձնաժողովի զեկույցի նախագիծը ներկայացնում եք իբրև թե հաստատված զեկույց, չկա այդպիսի զեկույց։ Զեկույցը ընդունվում է մեծամասնությամբ։ Զեկույցը ընդունվում է մեծամասնությամբ, այդ զեկույցի տակ քանի ստորագրություն է։ Ինչ ասում։ Եվ իդեպ, եւ քանի որ դուք քննել եք այդ գործը եւ օգտագործում եք, ճակատում կրակային առաջին գծում գտնվող անձանց գործողությունները, այսպես ձեռ առնելով ասում եք պատահական վիրավորում ստացած Տիրան Խաչատրյանը եւ այլն։ Այդքանի անգամ եք պատահական վիրավորում ստացել։ Ես ուզում եմ հարցնել, երբ որ դուք մարդուն վարկաբեկում եք, գնահատում եք մարդու գործողությունը, դուք ինչ բարոյական իրավունքով եք նման գնահատականներ հնչեցնում։ Ձեր գործերին կծանոթանա անշուշտ իշխանափոխությունից հետո իրական արդարադատության գնացող դատախազը եւ քննչական մարմինները։ Այսօրվա թե դատախազությունը, թե իրավապահ ողջ համակարգը ծառայում է բացառապես մեկ նպատակի՝ վերարտադրել ձեր ռեժիմը, որը թուրք-ադրբեջանական տանդեմի սպասարկման համար է գնում։
Ես ելույթ կունենամ